Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքի հիման վրա կայացրած դատավճռի վերաբերյալ թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ինչպես երեք տեղեկացրել ենք, ադրբեջանական դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Ռուբեն Վարդանյանին, հավանաբար կարծում էին, որ դա որպես մարդասիրության դրսևորում կընկալվի, հաշվի առնելով այն, որ դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջել, բայց մենք գիտենք ադրբեջանական բանտում պահվելու պայմանները եւ կարծում եմ դա հավասարազոր է ցմահ ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցները պարզել են, որ այդ դատական վճռի համաձայն Ռուբեն Վարդանյանը առաջին 10 տարին պետք է անցկացնի բանտում եւ հաջորդ 10 տարին խիստ ռեժիմի հաստատությունում։ Տարբեր երկրներից արդեն արձագանքներ կան այդ դատավճռի վերաբերյալ, մասնավորապես իրավապաշտպան Amnesty International հեղինակավոր կազմակերպությունը անօրինական է որակել այդ դատավճիռը, հայտարարելով, որ այն գագաթնակետն է դարձել էթնիկ հայ առաջնորդների նկատմամբ դատական ֆարսի։ Հայտարարությամբ է հանդես եկել Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը, նա նույնպես անօրինական է համարել կայացված վճիռը եւ կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել Նիկոլ Փաշինյանին տված խոստումը եւ ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու նպատակով։ Հետաքրքիր է, որ Մոսկվայից են նաեւ հնչում կոչեր ուղղված Պուտինին ճնշում գործադրել Ալիևի վրա։ Մասնավորապես ԱՊՀ ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը հայտարարել է, որ եթե Պուտինը ճնշում չգործադրի Ալիևի վրա, դա կանի Դոնալդ Թրամփը եւ դա բացասական հետևանքներ կունենա, մեջբերեմ նրա խոսքերը։ Այդ դեպքում ինչ տեսք կունենա Ռուսաստանի կեցվածքը հայերի աչքերում, անհրաժեշտ է խորհել այդ մասին, ասել է Նովիկովը։ Ռուսաստանում հրատարակվող հեղինակավոր էքսպերտ գործարար Համսագիրը նույնպես կոչ է անում Պուտինին արձագանքել եւ միջամտել, քանի որ Վարդանյանը պատահական մարդ չէ, այլ ինչպես Համսագիրն է որակում ռուսական ֆոնդային շուկայի հայր հիմնադիրը։ Իսկ արդյոք վճիռը կբողոքարկվի։ Հնարավոր է, այսինքն ադրբեջանական օրենքները հնարավորություն տալիս են բողոքարկելու ավելի բարձր իրավական ատյաններում, սովորաբար դա 6 ամսից մինչև 18 ամիս ժամանակ է պահանջում, բայց դա կարծում եմ փակուղի տանող ճանապարհ է, որևէ լուրջ ակնկալիք դրանից ունենալ իհարկե չենք կարող, դա է պատճառը, որ հայ ռազմագերիների Եվրախորհրդում ներկայացուցիչ Սինանուշ Սահակյանը արդեն ակնարկել է այն մասին, որ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը ոչ թե ադրբեջանական իրավական ատյաններում, այլ մարդու իրավունքների եվրոպական դատարանում, անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա այդ գործը ադրբեջանական ավելի բարձր ատյաններում, ԵԽԽՎ-ում հարցը հավանաբար շուտով համենայնիվս հայցք եւ փաստաթուղթ բողոք կներկայացվի։ Դրա հիմքը ակնհայտ է, կա կարող է պաշտպանական կողմը մեջբերել մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ կետը, որը ակնհայտորեն խախտվել է Ադրբեջանի կողմից։ Այդ կետը պահանջում է արդար դատական քննություն։ Այսինքն բոլոր հիմքերը կան պնդելու, որ Ադրբեջանը անտեսել է այդ կետը, պայմաններ չի ստեղծել արդար դատական process-ի համար, արհամարել է այդ անմեղության կանխավարկածը եւ ճնշում է եղել դատարանի նկատմամբ, քանի որ ըստ էության քաղաքական վճիռ է կայացվել։ Բացի այն, որ անհատական բողոք կներկայացվի, տեսականորեն հնարավոր էր նաև պետական բողոք ներկայացվել Հայաստանի կողմից, այդպիսի իրավական հիմք նույնպես կա, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները դժվարությամբ եմ հավատում, որ Հայաստանի կառավարությունը նման բողոք ներկայացնի Ստրասբուրգ, թեև ժամանակին դրա հիմքը ստեղծվել էր 23 թվականին Հայաստանը դիմել էր ԵԽԽՎ-ին բողոքելով Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորման դեմ։ Արտյոմ, արժի, բայց մեծ հույսեր կապել եվրոպական դատարանի հետ։ Դե այստեղ երկու խնդիր կա։ Առաջինը Եվրոդատարանում դատական այդ վճիռները, դատական process-ը չափազանց երկար է տևում, 1, 2, 3 եւ անգամ ավել տարիներ։ Եվ պատկերացնում ենք, թե ինչպես այդ ամենը առողջության վրա կազդի։ Բացի այդ հայտնի է, որ Ադրբեջանը մտնում է եվրոպական այն երկրների ցանկի մեջ, որոնք ամենավատն են կատարում Եվրախորհրդի վճիռները։ Դե Ադրբեջանը թեև զրկված է Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում ձայնի իրավունքից եւ
բոյկոտում է ԵԽԽՎ նիստերը, այնուամենայնիվ շարունակում է մնալ Եվրախորհրդի անդամ եւ պարտավոր է կատարել Եվրադատարանի վճիռները։ Այլ հարց է, թե ինչ ժամկետում կկատարի, ինչ ձևով կկատարի եւ ընդհանրապես կկատարի թե ոչ։ Ամեն դեպքում, եթե անգամ Եվրադատարանը վճիռ կայացնի կալանավորներին ազատ արձակելու մասին, դա մեխանիկորեն չի նշանակի, որ Ադրբեջանում գիտություն կընդունեն եւ ազատ կարձակեն։ Դրա համար անհրաժեշտ է եւ քաղաքական ճնշում եւ դիվանագիտական ինչ որ պայմանավորվածություններ, բայց այդ վճիռը, այդպիսի վճիռը հիմք կհանդիսանա քաղաքական ճնշումների իրավական ճնշումը կապահովի եւ նաեւ ավելի կհեշտացնի դիվանագիտական պայմանավորվածությունները։ Հավանաբար Բաքվում դա գիտակցում են եւ դա է պատճառներից մեկը, որ արդեն սկսել են այսպես զանգվածային արշավ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների դեմ եւ սպառնում են արդեն անգամ նրա որդուն։ Շնորհակալություն Արտեմ։